Կիրակնորի ամփոփիչ թողարկման առաջին լրատվականն է եթերում, ես Գևորգ Ալթունյանն եմ։ Բարի երեկո։ Խորհրդային միության փլուզումը որպես կանոն տարբեր կերպ է մեկնաբանվում։ Հիմնական կարծիքն այն է, որ խորհրդային տնտեսական համակարգը ծայրահեղ անարդյունավետ էր, ինչի արդյունքում հսկայական կայսրության ֆինանսական հոսքերը գնալով նվազում էին, իսկ սառը պատերազմի թելադրած սպառազինությունների մրցավազքը միտխարի միջոցներ էր պահանջում։ Եվ ահա, եկամուտների եւ ծախսերի տրվյալ անհամապատասխանության արդյունքում տնտեսական, հետեւաբար նաեւ քաղաքական հսկաբուրգը քանդվեց։ Մյուս կարծիքն այն է, որ խորհրդային միությունը քանդվեց, այսպես ասենք, արևմուտքի ակտիվ մասնակցության արդյունքում, երբ որոշակի կենտրոններ միության ներսում սկսեցին դիսիդենտական ակտիվ քաղաքականություն սերմանել, իշխանության բերել մարդկանց, որոնք տոգորված էին իբր ժողովրդավարության գաղափարներով, իսկ հիմնական հարվածն էլ հասցրեցին Բելովեժյան գաղտնի համաձայնությամբ, երբ խորհրդային մի քանի պետություն կենտրոնական իշխանությունից գաղտնի հավաքվեցին եւ ստորագրեցին խորհրդային միության որպես պետության գոյության դադարեցման մասին։ Ամեն դեպքում անկախ պատճառներից խորհրդային հսկա կայսրությունը փլուզվեց, բայց դրա կազմի մեջ մտնող պետությունները օբյեկտիվ պատճառներով դեռևս ունեին միմյանց հետ սերտ հարաբերություններ պահպանելու կենսական կարիքը, որը պայմանավորված էր տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրներով։ Այս առումով բոլորովին էլ պատահական չէր, որ հետխորհրդային տարածությունում արագ ձևավորվեց անկախ պետությունների համագործակցությունը եւ ստորագրվեց հավաքական անվտանգության պայմանագիրը։ Բոլորի համար էլ պարզ էր, որ անկախություն, բայց պաշտպանվել պետք է։ Եթե միության փլուզման հաջորդած մի քանի տարիների ընթացքում, ինչպես ԱՊՀ, այնպես էլ ՀԱՊԿ գործունեությունը մեծ հաշվով բացառապես ձևական բնույթ էր կրում, ինչը միգուցե պայմանավորված էր նաև անկախացած պետություններից յուրաքանչյուրի ոտքի կանգնելու ժամանակաշրջանն անցնելու անհրաժեշտությանը, ապա 2000 թվականից հետո իրադրությունն այս առումով սկսեց էապես փոխվել։ 2003-ին ձևավորվեց հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի շրջանակում ձևավորվեցին նաև արագ արձագանքման հավաքական ուժերը։ Ըստ էության, սա բավական լուրջ քայլ էր նույնիսկ աշխարհաքաղաքական առումով, որով կազմակերպության անդամ պետությունները հռչակում էին, որ միասնական ուժերով են պայքարելու արտաքին ցանկացած վտանգի դեմ։ Կառույցի շրջանակում պարբերաբար զորավարժություններ են անցկացվում, որոնք բավական տպավորիչ արդյունքներ են գրանցում։ Նշեմ, որ այս տարի զորավարժություններն անցկացվել են Հայաստանում։ Անցնող շաբաթ ՀԱՊԿ անդամ պետությունները հավաքվել էին Մոսկվայում նշելու պայմանագրի 20-ամյակը։ Միգուցե այդ երկրներից մի քանիսի պարագայում երբեմն նույնիսկ բավական սուր երկկողմանի խնդիրներ կան։ Միգուցե կառույցի պարագայում ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան ցանկալի է, բայց մի բան ակնհայտ է։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դրա անդամ ցանկացած պետության համար, այդ թվում նաև Հայաստանի համար, անվտանգության լրացուցիչ գործոն է։ Այս առումով առավել քան բնական է, որ կառույցի անդամ պետությունները ձգտում են խորացնել հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ կազմակերպության ձևաչափում։ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանը այդ ձգտումների լավագույն վկայությունն է։ Եթե նախկինում ՀԱՊԿ քննարկման սպեկտրում հիմնականում ներկազմակերպական խնդիրներ էին, հիմա դրանց ցանկն ու աշխարհագրությունը էապես ընդլայնվել է։ Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն կիսատ պռատ կառույցից աշխարհաքաղաքական կայուն եւ նշանակալի միավորի վերածվելու շատ ավելի գլոբալ եւ հավակնոտ հայտ է ներկայացնում։ Եվ մոսկովյան հավաքը դրա ապացույցներից մեկն էր։ Մոսկովյան հավաքը տեղի ունենում բավական ուշագրավ ֆոնին, երբ առաջին մեծ ներկայացուցչական միջոցառումը նախագահի պաշտոնում անցկացնում էր Վլադիմիր Պուտինը, որին մասնակցում էր Մեդվեդևն արդեն վարչապետի պաշտոնում եւ որի ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը, որի հարազատ հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ էր հաղթել խորհրդարանական ընտրություններում։ Այս առումով առավել քան բնական էր, որ հանդիպման ընթացքում փոխադարձ մի շարք շնորհավորանքներ պետք է հնչեին, ինչն էլ տեղի ունեցավ, ինչպես ՀԱՊԿ նստաշրջանի, այնպես էլ երկկողմ, մասնավորապես Սարգսյան-Մեդվեդև հանդիպումների ընթացքում։ Շնորհավորանքների առումով սպասելիքները մեր երկրում այս փուլում որոշ շրջանակներում չափազանց սրված են։ Քաղաքական դաշտում ակտիվորեն սպասում են կառավարության ձևավորմանը։ Կլինի արդյոք կոալիցիա, թե հանրապետականը միազնյակ ղեկավարի երկիրը։ Եթե լինի, ինչ կազմ կունենա այն։ Սրանք հարցեր են, որոնք առանցքային են հետընտրական զարգացումներին սպասելիս։ Մայա Խաչատրյանն է պատմում։ Երկրի ամենաներկայացուցչական քաղաքական կառույցը պատրաստվում է գարնան վերջին խորհրդանշական օրվան, 131 նորընտիր падգամավորների առաջին աշխատանքային շաբաթվան հաշված օրեր են մնացել։ Եթե կապված է վերանորոգումների հետ, ապա դա ենք իրականացնում падգամավորների վկայականների, կրծքանշանների, մի խոսքով են բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք պետք են։ 5-րդ գումարման խորհրդարանը 5-ի փոխարեն կունենա 6 խմբակցություն, որտեղ կտեղակայվի Հայ ազգային կոնգրեսի падգամավորական նոր խմբակցությունն առայժմ հայտնի չէ, հարցելուծում կստանա, երբ падգամավորներն աշխատանքի ներկայանան։ Գալիս եմ, բայց ներկապահին խմբակցությունում չկա ոչ մի падգամավոր։
Ընտրական թոհուբոհից հետո օրենսդիր գործունեության նոր փուլից առաջ բոլոր խմբակցություններում է լռություն։ Խորհրդարան անցած ուժերն այժմ քննարկում, վերլուծում ու փորձում են վերջնական որոշումների հանգել, ընտրացուցակները բերել վերջնական տեսքի։ Հնարավոր է որոշ փոփոխություններ լինեն։ Նախնական ցուցակով Հոյդան խորհրդարան է մտնում Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռոստամյան, Աղվան Վարդանյան, Արտաշես Շաբազյան, Արծվիկ Մինասյան կազմով։ Ռոստամյանը չի կասկածում 5 հոգով կապահովեն որակ, որը քանակի հետ կապ չի ունենա։ Ընդդիմության հետ գործակցության եզրեր հնարավոր են ծրագրերն իրականացնելու համար։ Կոալիցիա իհարկե բացառում է։ Ժառանգության խորհրդարանական նոր թիմում Ստեփան Սաֆարյանը չկա։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ընդամենը 10 օրից էլ падգամավոր չի լինի։ 5 մանդատները կրկին նախնական ցուցակով կվերցնեն Ռաֆի Հովհաննիսյանը, Ռուբեն Հակոբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Զարուհի Փոստանջյանը։ Չեմ տխրի, եթե ես անձամբ չլինեմ խորհրդարանում, բայց շատ կտխրեմ, որ Ժառանգություն կուսակցությունը չլինի։ Եվ հիմա համարեք, որ իմ համար մխիթարող արդյունքը այն է, որ շարունակելու է խորհրդարանում իր գործունեությունը։ Որևէ ուժի հետ դաշնակցելու հարց Ժառանգությունն առայժմ չի քննարկել։ Գործընկեր քաղաքական ուժերը եթե վեր կանգնեն կուսակցական շահերից, Ժառանգությունն այդ ժամանակ կմտածի գործունեության ինչպիսի ձևաչափ որդեգրել։ Քաղաքական ուժերն իրենք պետք է ընտրեն, ընդդիմությունն են նախընտրում թե իշխանությունը, ոչ թե առաջարկում կամ պարտադրում ենք դաշտը ստեղծել, սպասում ենք դիրքորոշումների, որոնք քաղաքական ուժերն ըստ Գալուստ Սահակյանի դեռ չեն հայտնել։ Կոալիցիաներն ըստ ՀՀԿ-ի ինքնանպատակ չպետք է լինեն։ Կուսակցությունները իրենց ներսում կքննարկեն եւ կգտնեն, որ այդ ճանապարհով ճիշտ է գնալ, բնականաբար կլինի կոալիցիա։ Ընտրություններից հետո ՀՀԿ գործադիր մարմնի առաջին նիստը կայացավ Հանրապետության նախագահի ղեկավարությամբ։ Կառավարության նոր կազմի ու կոալիցիայի վերաբերյալ քննարկում չեղավ։ ՀՀԿ ղեկավար մարմնի նիստի օրակարգում համամասնական մանդատների հարցն էր։ Կուսակցությունը որևէ պաշտոնական եւ եզրափակիչ գործադիր մարմնի նիստ չի հրավիրել, կարծում դեռ վաղ է դրա մասին խոսելը։ Էդուարդ Շարմազանովի խոսքով քաղաքական անակնկալներ չեն լինի, ինքն արդյոք կպահպանի ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը թե ոչ, որևէ կադրային ու պաշտոնների հարց հանրապետականը չի քննարկել։ Այդուհանդերձ վստահ է, թե օրենսդիր եւ թե գործադիր մարմինների առաջին ջութակը հանրապետականն է լինելու։ Կորոշի թիմը յուրաքանչյուրի համար։ 6 ուժերից ՕԵԿ-ը միակն է, որն արդեն հրապարակել է խորհրդարանական նոր խմբակցության կազմը։ Այն կրկին ղեկավարի Հեղինե Բիշարյանը, քարտուղարը Խաչիկ Հարությունյանն է։ Օրինաց երկրի ցուցակով ազգային ժողով են մտնում նաև Մեհեր Շագելձյանը, Իշխան Խաչատրյանը եւ Սամվել Թադևոսյանը։ Ցանկանում շնորհակալություն հայտնել այն 83000 անկաշար եւ սկզբունքային քաղաքացիներին, ովքեր քվեարկեցին օրինաց երկիր կուսակցության օգտին, համաձայն որի մենք կունենանք մեր խմբակցությունը ազգային ժողովում։ Նորընտիր ազգային ժողովում ՕԵԿ-ը կշարունակի կառուցողական գործակցությունը կոալիցիոն գործընկեր Հանրապետականի հետ։ Արդեն էս տեղի ունեցել համապատասխան հանդիպումներ, քաղաքական կոնսուլտացիաներ եւ օրինաց երկիրը կշարունակի իր համագործակցությունը Հանրապետական կուսակցության հետ առաջիկայում եւ նաեւ մենք երկրի նախագահի հետ որպես քաղաքական դաշնակիցներ, բարեկամներ կշարունակենք համադրել մեր ջանքերը մեր երկրում կուտակված խնդիրները լուծելու համար։ Խմբակցության կազմի ու խորհրդարանական նոր մարտավարության մասին ԲՀԿ-ն չի ցանկանում խոսել։ Քաղաքական քննարկումներն ավարտված չեն, հետևաբար ստացած քվեների քանակով երկրորդ տեղը զբաղեցնող քաղաքական ուժը հրաժարվեց մեկնաբանություններից։ Քննարկել է ՀԱԿ-ը ով է ղեկավարելու ՀԱԿ-ի խմբակցությունը խորհրդարանում։ Ազգային ժողովում ՀԱԿ-ի падգամավորները կլինեն Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանն ու Գագիկ Ջահանգիրյանը։ Միանշանակ է կոալիցիայի մեջ չեն մտնի, մյուսների հետ կմտածեն ինչպես գործակցեն։ Ինչքանով հնարավոր է, որ այդ ուժերը գիտակցեն, որ այս ռեժիմից ազատվելը այսօր ամենակարևոր ազգային խնդիրն է, ուղիղ այդքանով մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ։ Նորընտիր ազգային ժողովի մեկնարկին կդադարեն 4-րդ գումարման ազգային ժողովի եւ գործող կառավարության լիազորությունները։ Սահմանադրության համաձայն 18 նախարարները վարչապետի գլխավորությամբ հրաժարական կտան։ Կդադարեն նաեւ ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների ու գործող падգամավորների լիազորությունները։ Կոալիցիա ստեղծելու դեպքում նոր կառավարություն ձևավորելիս քաղաքական ուժերը պետք է առաջարկներ ներկայացնեն հանրապետության նախագահին, իսկ թե ում կվերաբերվեն այդ առաջարկները, պարզ կդառնա մի քանի օրից։ Այս պահին ուղիղ պատասխան ակնկալել կառավարության կաբինետից կրթության նախարարը կոռեկտ չի համարում։ Խորհրդարան Աշոտյանի համար գործադիր գնալու լավ դպրոց ու դարբնոցել, հետադարձ ճանապարհը նույնքան պատվաբեր կարող է լինել։ Նախ առաջ քաղաքական թիմի անդամ եմ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ գործադիրում եւ իմ կուսակցությունը դեռևս իր վերջնական որոշումը չի կայացրել եւ չի հրապարակել։ ՕԵԿ-ի նախարարական պորտֆելները չի բացառվում, որ կպահպանվեն, ամեն դեպքում կուսակցությունն Արմեն Երիցյանի ներուժը առավելապես գործադիրում է արդյունավետ համարել։ Կուսակցությունը մենք միասին քննարկել ենք եւ որոշում կայացրեց, որ
ես կարող եմ շարունակել իմ աշխատանքները գործադիրում։ Քաղաքական գործընթացներն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքային գրաֆիկը չեն թեթևացրել։ Շուտով կփորձարկեն սեյսմիկ անվտանգության նոր համակարգը, որը երկրակեղևի տատանման դեպքում բոլորի բջջայիններին SMS հաղորդագրություն կուղարկի, որտեղ քանի բալ երկրաշարժ եղավ, սատանեական ջխուլ։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, Առաջին լրատվական։ Իսկ մինչ մենք ընկղմվել ենք հետընտրական պրոցեսների եւ դրանց հետ առնչվող սպասումների մեջ, Միացյալ Նահանգներից չափազանց անսպասելի եւ նույնքան էլ ուրախալի լուր ստացվեց։ Ամերիկյան նահանգներից մեկը դաշնային իշխանությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նման բանաձև ընդունել է Ռոդ Այլենդ նահանգի կոնգրեսը, փաստաթղթում ընդգծելով, որ սատարում է Արցախի ժողովրդի ազատ եւ անկախ զարգանալու շարունակական ջանքերը։ Ռոդ Այլենդը նաև բարձր է գնահատում Արցախի ջանքերը միջազգային հանրության կառուցողական ներգրավման եւ գոյություն ունեցող տարածաշրջանային խնդիրների տևական լուծման հասնելու ուղղությամբ։ Արցախի անկախության ճանաչման կոչեր են հնչել նաև ամերիկյան կոնգրեսում։ Իհարկե, ընդամենը մեկ նահանգը ամբողջ Միացյալ Նահանգները չէ եւ առավել եւս Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը չէ, բայց սա հերթական վկայությունն է նրա, որ Արցախի անկախությունը անքննարկելի։ Ընդ որում ոչ միայն այն պատճառով, որ Արցախցին երբևէ այլ տարբերակ չի ընտրի, այլ որ ամբողջ աշխարհն է ընդունում այն պարզ իրողությունը, որ Արցախը հայկական է, հայկական էլ պիտի մնա։ Եվ միգուցե հիմա ընդամենը մեկ ամերիկյան նահանգ է բանաձև ընդունում այդ մասին, բայց կասկածից վեր է, որ տեսանելի ապագայում Արցախի մայրաքաղաքում տները էապես կթանկանան։ Ինչու՞։ Շատ պարզ։ Երբ Արցախում տարբեր պետություններ սկսեն դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնել ու իրենց աշխատակիցների համար արցախցիներից տներ ու բնակարաններ վարձել, տան գները այսպես թե այնպես բարձրանալու են։ Իսկ հարցը, թե արդյոք այս տարի թանկացումներ կլինեն գյուղմթերքի շուկայում, էապես կախված է երկնքից։ Անցնող շաբաթ հանրապետության որոշ մարզերում կարկուտ տեղած առաջին, բայց լուրջ ահազանգը հնչեցնելով գյուղատնտեսության համար։ Որքանով է այս ոլորտը պատրաստ եղանակային անակնկալներին, ինչպես է գյուղացին կարողանում լուծել պարարտանյութի, ջրի, տեխնիկայի, վառելիքի եւ մնացած բոլոր այն խնդիրները, որոնց համադրման արդյունքից էլ ուղղակիորեն կախված կլինի, թե ինչ կարժենա ամռանը 1 կիլոգրամ ծիրանը կամ 1 կապ կանաչին։ Ինչ է սպասվում սպառողին, երբ գների մասին դատում ենք երկնքին նայելիս։ Վահե Կոստանդյանն է պատմում։ 2012-ի գյուղատնտեսական տարվա մեկնարկը կարծես բերքառատ ամառ է խոստանում։ Մասնագետները թեև զգուշավոր, սակայն արդեն կանխատեսումներ են անում։ Եթե ոչ ավելին, ապա անցած տարվա արդյունքներն արդեն իսկ ապահովված են։ Արդեն 105,000 հեկտար գարնացանի ցանք է կատարվել, որից 59,000 ավելի քան 59,000 հեկտարը հացահատիկ եւ հատիկական դեղերն է։ Դա բավականին լավ ցուցանիշ է։ Նախարարության տեղեկանքներում թվերն օր-օրի են փոխվում։ Ճտերին աշնանը հաշվելու ակնկալիքով գյուղացիական տնտեսություններն ավելացնում են գարնանացանը։ Երկրի բուսաբուծության մասին առաջինը տեղեկացված պաշտոնյան համոզված է, այս տարվա ցանքատարածքները գերազանցելու են 2011-ի ցուցանիշը, սակայն կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են։ Տարվա մայիս-հունիս ամիսները հատկապես աչքի են ընկնում կարկտահարություններով։ Ուղիղ մեկ ամիս է, ինչ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի եւ Լոռու մարզերում 119 կայանները հակակարկտային կռիվ են տալիս ամպերի հետ։ Ակտիվ ներգործությանը ենթարկվել 40-ից ավելի կարկտավտանգավոր պրոցես կատարվել է ավելի քան 100,000 այդ բոլոր այդ կայանները։ Հակակարկտային ծառայության պետի սենյակում այժմ որպես հուշ Ալազանի հակակարկտային 1 հրթիռ դեռևս պահպանվել է նորագույն տեխնոլոգիայով ու նոր մեթոդով։ Կարկտից պաշտպանվող տարածքներում արդյունքները գոհացուցիչ են, ասում է Ռոբերտ Հովսեփյանն ու անմիջապես հավելում. նախկին հրանոթային համազարկերն ավելի արդյունավետ էին։ Այժմ Հայաստանի ամբողջ տարածքով տեղադրված 119 կայանները չնչին թիվ են կազմում, եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր կայան պաշտպանում է 80 հեկտար տարածք, մինչդեռ երկրում արդեն իսկ 105,000 հեկտար ցանքս է կատարվել։ Այսօրվա իմ հաշվարկը 1 միլիոն կազմել է։ Բացի հետ էլ ձմերուկ եմ դրելի բանվորով, էլի վարկով ամեն ինչով,
էտելա վնասվե։ Սյունիքում, Արմավիրում, Արարատում եւ ընդհանրապես երկրի զգալի համայնքներ դեռ սպասում են։ Մի օր էլ հակակարկտային կայան իրենք կունենան։ Հակակարկտային կայանի ղեկավարը համոզված է, Հայաստան ներթափանցող կարկտաբեր ամպերի դեմ պայքարելու համար երկրորդ պաշտպանիչ գոտին է պետք ստեղծել։ Իդեպ, Հայաստանի սահմանակից երկրներից եւ ոչ մեկը հակակարկտային պայքար չի իրականացնում։ Երկրի գյուղատնտեսներն ակտիվ հետևում են նաեւ դեռևս անցած տարի պետական աջակցությամբ Ռուսաստանից ներկրված ու որպես աշնանացան ֆերմերներին հատկացված 1100 տոննա էլիտա տեսակի ցորենի սերմացուի աճին։ Տարօրինակ իրավիճակ է գրանցվել Նոր Կեսարիա, Լուկաշին ու Նորավան համայնքներում, որակյալ սերմացուն գաճաճ է, սակայն հասունացել է։ Հասկերի չափը հիմա ինչքան է։ Այս չափել է 5 սանտիմ չկա երևի տենց։ Իսկ այս սեզոնի համար ինչքան պիտի դրեք։ Դե պետք է էլի գոնե առնվազն 10 սանտիմ պետք է որ ինքը լցրի։ Քիչ է էլի։ Այդ համայնքներում ես իմ խոսքի սկզբում ասացի, որ ցրտահարության դեպքեր ա եղել որոշ համայնքներում, նաև եղել է այդ համայնքներում, ինչի ժամանակ ցրտահարվել է նաև ցորենի ցանկատարությունները, այսինքն բույսը ինքը խեղճացել է, ինչի արդյունքում ինքը ձգտում է ավելի շուտ սերմ տալու։ Դեպքերը սակայն առանձին են ու տեղային բնույթ են կրում։ Գյուղատնտեսները մեծ հույսեր ունեն, պտղի ու մասնավորապես ծիրանի բերքի զգալի կորուստներ առայժմ չունենք, նույնիսկ ահազանգերը թե ծիրանենուն ու դեղցենուն սպառնում է սնկային հիվանդություն, չափազանցված է։ Ուսումնասիրություններից հետո համոզվել են մասնագետները։ Պտղատու տարի կլինի, բերքը շատ լավ կլինի, սակայն դեռ թվեր չեմ ուզում հրապարակեմ։ Ծիրան կուտենք։ Իհարկե կուտենք։ Այս տարի պետությունը եւս փորձեց որոշակի աջակցություն ցուցաբերել գյուղացիական տնտեսություններին։ Վերջապես հանրապետություն է հասնում պետական աջակցությամբ Հայաստան ներկրվող պարարտանյութի վերջին խմբականակը։ Մեկ պարկը 6000 դրամով գյուղացիական տնտեսություններին է հատկացվել մոտ 24000 տոննա պարարտանյութ, 8500 տոննա դիզելային վառելանյութ, 1 լիտրը 350 դրամով։ Անցած տարվա փորձը վկայում է, կա պետական աջակցություն, կլինի նաև գյուղատնտեսության աճ։ Վահե Կոստանդյան, Հայկուշ Ասլանյան, Ռոմիկ Խաչատրյան, Հակոբ Թումանյան, Առաջին լրատվական։ Գյուղմթերքն իմիջայելոց թանկանում է ամբողջ աշխարհում, պատճառներն էլ առավել քան ակնհայտ են։ Երկրագնդի ազգաբնակչությունն աճում է սարսափելի արագ տեմպերով, այնիշ գյուղմթերքի արտադրությունը չի զարգանում համապատասխան արագությամբ։ Դա հանգեցնում է դեֆիցիտի, իսկ դեֆիցիտը գնաճի հիմնական պատճառներից մեկն է։ 20-րդ դարի ավարտին երկրագնդի ազգաբնակչությունը 6 միլիարդից մի քիչ ավել էր, հիմա այն հատել է 7 միլիարդի ցուցանիշը։ 2050 թվականին գիտնականների կանխատեսմամբ երկրագնդի վրա կլինի 9 միլիարդից էլ ավել մարդ, որոնցից յուրաքանչյուրը սնվելու կարիք է ունենալու։ Գիտնականները պնդում են, որ եթե մարդկությունը շատ արագ եւ արմատական լուծումներ չգտնի, ոչ այնքան հեռավոր ապագայում երկրագնդի ամենատարբեր հատվածներում սով է սպասվում։ Շատերի կարծիքով այդ լուծումը կարող է լինել միայն գենետիկորեն վերափոխված սնունդը։ Աշխարհի շատ երկրներում վաղուց արդեն նման սնունդ վաճառվում է, բայց հետզհետե մեծանում է նաև այդ սննդի վտանգավորության մասին մտահոգությունը։ Ինչ վերաբերմունք ունի Հայաստանն այս խնդրին, պարզել է Դավիթ Սարգսյանը։ Մենք սնունդը, ստացած սնունդը հոմոգենիզացնում ենք, ստանում ենք համասեր զանգված, այնուհետև հոմոգենիզատորը տեղափոխում ենք փոխանով։ Գիտությունների ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գոհար Մկրտչյանն իրականացնում է սննդի մեջ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների լաբորատոր հայտնաբերում կամ այսպես կոչված ԳԶՕ սքրին։ Ուսումնասիրվող նմուշն ինկուբացվում է, ապա ցենտրիֆուգման միջոցով առանձնացվում գենետիկական նյութը։ Առաջին փուլի համար կպահանջվի 4.5, իսկ ԳԶՕ-ի հայտնաբերման համար 6 ժամ։ Փորձարկման լաբորատորիայում ուսումնասիրելու շատ բան կա։ Գիտությունների ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը բացատրում է. կարևոր է պարզել սննդի մեջ առկա է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ, թե ոչ, եթե այո, ապա ինչ չափաբաժնով։ ԳԶՕ-ն արհեստական ճանապարհով գենային ինժեներիայի միջոցով բնական գենետիկական համակարգը փոխած օրգանիզմ է։ Այդ պատճառով կարող է ուղղակի առնչություն ունենալ մեր առողջության հետ։ Եթե լայն հասկացողություն լինի այն օրգանիզմը, որը բնության կողմից չի ստեղծված, այլ մարդը ինչ-որ ձևով խառնվել է եւ իր գեների մեջ կան փոփոխություններ, կան անմիջական կամ ինչ-որ գործոններով ֆիզիկական մենք ազդել ենք, դրանք համարվում են գենետիկորեն
ձևափոխված օրգանիզմ։ Գծողների մասին հանրային հետաքրքրությունը դարձյալ աճեց անցած շաբաթ, երբ մայիսի 15-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն, որի մասնակիցներն առաջարկեցին լրամշակել այն։ Ըստ վարչապետի օրենքը պետք է պարունակի խիստ կանոններ, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան ռեժիմների սահմանմամբ արգելելու են Հայաստանի Հանրապետություն ներմուծել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ։ Կառավարությունն այս օրենքի նախագիծը հետ կկանչի ազգային ժողովից հնարավորինս սեղմ ժամկետներում այն լրամշակելու նպատակով։ Օրինագծով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները, դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար։ Գծողների շուրջ այսօր էլ շարունակվում են բանավեճերը։ Դրանց մեծ մասը վերաբերում է սննդի մեջ գծոյի կիրառման անվտանգությանը։ Կողմ հանդես եկողները նշում են, որ բույսերի մոդիֆիկացված տեսակները ավանդականների համեմատ առավել մանրակրկիտ են ուսումնասիրվում շուկա մտնելուց առաջ, որպեսզի ռիսկերը հասցվեն նվազագույնի։ Մոդիֆիկացիայի կողմնակիցները շեշտում են նաև, որ մոլորակի անշեղորեն աճող բնակչությանը սովից կարող են փրկել միայն գծողների միջոցով, քանի որ գենային ձևափոխմամբ կարելի է բարձրացնել բերքատվությունն ու սննդի որակը։ Գծողների հակառակորդներն էլ պնդում են, որ դեռ վաղ է վերջնականապես խոսել դրանց անվտանգության մասին եւ չի բացառվում, որ ապագա սերունդները իրենց վրա զգան գենաձևափոխված սննդի բացասական հետևանքները։ Իդեպ գծողներն այսօր լայնորեն կիրառվում են գիտական հետազոտություններում։ Դրանց միջոցով ուսումնասիրվում են օրինակ Ալցհեյմերի հիվանդության կամ քաղցկեղի զարգացման օրինաչափությունները, օրգանիզմի ծերացումը, նյարդային համակարգի աշխատանքը եւ այլն։ Միջազգային պրակտիկան այս հարցում միանշանակ չէ։ ԱՄՆ-ում եւ Կանադայում օրինակ սննդամթերքի ձևափոխված լինելու մասին մակնշումը պարտադիր չէ։ Եվրամիության երկրներում էլ թույլատրվում է այդ տեսակ կենդանիների մսի ու կաթի օգտագործումը սննդի մեջ։ Այդուհանդերձ մի շարք երկրներում, օրինակ Ավստրիայում, Հունաստանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Թայլանդում եւ այլուր արգելվում է գծողների կիրառումը։ Հայաստանում գենամոդիֆիկացված սնունդը թույլատրվում է, սակայն օրենքի համաձայն դրա վրա պետք է լինի գենետիկորեն ձևափոխված սննդամթերք մակնշումը։ Պրոֆեսոր Բոյաջյանը նշում է, որ թեև սննդամթերք ընտրելիս պետք է զգոն լինել, սակայն խնդիրը ծայրահեղացնել էլ պետք չէ, որովհետև գծոյի մեծ տոկոս պարունակող սննդատեսակները արգելված են եւ պարզապես դուրս են շրջանառությունից։ Կա նաև նորմա քանակական 0.9%-ից ոչ ավել։ Առաջինը ինչ կա միջազգային ստանդարտներով, երկրորդը ինչ կա, որ ասենք թե սոյայի մենք ունենք 200-ից ավել սոյայի տեսակ գենետիկորեն մոդիֆիկացված կամ լոլիկի դեպքում ավելի շատ 260։ Ուրեմն դրանց մեջ կարան արգելվածները եւ նրանք, որոնք արգելված չեն։ Դա է խնդիրը։ Գենամոդիֆիկացված սննդի ուսումնասիրմամբ է զբաղվում նաև ստանդարտ դիալոգ ընկերությունը, որի փորձարկման լաբորատորիան միակն է տարածաշրջանում։ Ուսումնասիրում է թե բուսական, թե կենդանական ցակման սննդամթերք, ներկրված եւ տեղական արտադրության։ Փորձաքննության պատվերներ ընդունում են եւ սննդի անվտանգության պետական ծառայությունից, եւ տնտեսվարողներից, եւ անգամ մասնավոր անձանցից։ Ուսումնասիրությունն արժե 25000 դրամ։ Քանի որ մենք հանդիսանում ենք սերտիֆիկացման մարմին, նաեւ ուստի մեր մոտ ներմուծվում, այսինքն մեր կողմից սերտիֆիկացվող ցանկացած ամպրանք, որը ստանում է իրացման իրավունք Հայաստանի Հանրապետությունում, պարտադիր ստուգում է գենետիկորեն մոդիֆիկացիայի առկայությունը։ Մինչ այսօր իրականացված փորձաքննություններում գենաձևափոխված ստաժ ամենաշատը եղել է մսամթերքի, հատկապես երշիկի ու նրբերշիկի, կարտոֆիլի, ձկան կերի մեջ։ Ստուգված մսամթերքի մոտ 15%-ի մեջ հայտնաբերվել է ԳԶՕ, ընդ որում մի մասի մեջ գտնվել է գենամոդիֆիկացված նյութ, իսկ մյուսների մեջ հենց միսն է եղել այդպիսին։ Գենետիկորեն ձևափոխված սնունդը գոյություն չունեցող խնդրեմ է։ Խնդրի մասին այս կերպ արտահայտվում է Հայաստանի Սպառողների ասոցիացիայի հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը։ Այն մարդիկ, ովքեր իրենց ձևացնում են էկոլոգներ, ասում են, թե գենետիկորեն ձևափոխված սնունդը վտանգ է պարունակում։ Դա մտածածին եւ վտանգավոր գաղափար է, նման վտանգ չկա, այս մասին որևէ գիտական գրականություն չկա։ Պողոսյանի կարծիքն է։ Շատ հաճախ հնչում է այսպիսի արտահայտություն։ Մեռելածին եւ հրեշացին այդպիսի վտանգներ է պարունակում։ Այս կամ այն բնական երևույթ է, էկոլոգիական վտանգը։ Ես որքան փողոցումման եմ գալիս, անգլուխ մարդիկ տեսնում եմ, բայց 4 գլխանի մարդ դեռ չեմ տեսել։ Այդ մեռելածինները եւ հրեշացինները դրանք երևակայական վտանգներ են, եւ դա զբաղմունք է պարզապես ազգային ժողովի եւ կառավարության համար։ Դրամագծորեն հակառակ բանն են ասում մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ։ Նրանք ողջունում են վարչապետ Տիգրան Սարգսյանի ազգային ժողովից գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին օրենքի հետկանչման որոշումը։ Ըստ նրանց օրենքը խմբագրման կարիք ունի։ Ըստ այդմ, հաշվի առնելով խնդրին առնչվող միջազգային օրենսդրությունն ու դրական փորձը, օրենքում հնարավորինս պետք է խստացվեն մեր երկրում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ հանդիսացող նյութերի օգտագործման սահմանումները։ Այս որոշումից բխող արդյունքները, որոնք
նպաստելու են մեր շրջակա միջավայրի ու բնության պահպանմանը, մեր եւ մեր սերունդների առողջ գոյատևման ու պետականության ամրապնդմանը, կարտահայտվեն տարիներ անց ու կգնահատվեն ըստ արժանավունս ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների կողմից։ Շուրջ 5 տարի հասարակական կազմակերպությունները պայքարում են նման օրենք ունենալու համար եւ հիմա ըստ նրանց ճիշտ պահն է ընդունելու մարդու առողջության ու կյանքի պահպանմանն ուղղված լիարժեք օրենք։ Դավիթ Սարգսյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Եվս մեկ, որոշ իմաստով նույնպես գենետիկայի հետ կապված մի խնդրի մասին։ Վերջին զանգի արդեն ծիսակարգի վերածված արարողության։ Ամեն տարի կրթության պատասխանատուները, համայնքային իշխանություններն ու տարբեր հասարակական կառույցներ սկսում են մարդկանց հորդորել զերծ մնալ վերջին զանգի արարողությունն անիմաստ ծիսակարգի վերածելուց, ընդ որում չափազանց թանկ մի ծիսակարգի, որի համար շատ դեպքերում բազմաթիվ ընտանիքներ նույնիսկ պարտքով գումար են վերցնում իրենց շրջանավարտ երեխայի վերջին զանգի արարողության տակից առանց ամաչելու դուրս գալու համար։ Եվ չնայած ամեն տեսակ հորդորներին, ներքին հրահանգներին ու հանձնարարականներին ոչինչ կարծեք թե չի ստացվում, եւ ամեն տարի պատկերը գրեթե նույնությամբ կրկնվում է։ Ասում են կան դպրոցներ, որտեղ այս տարի շրջանավարտից 150,000 դրամ են հավաքում տոնական միջոցառման սցենարի, նվերների, ծաղիկների, ռեստորանի եւ այլնի համար։ Ընդ որում, դա այսպես ասենք ոչ այնքան VIP դպրոցներում, ենթադրել է, որ այդ կարգի դպրոցներում ամեն ինչ շատ ավելի լուրջ կլինի։ Լուսինե Մկրտչյանը կպատմի թանկարժեք ծիսակարգի մասին։ Ինչ հագնել վերջին զանգին հաջորդող տոնական երեկույթին հարցը արդեն մի քանի շաբաթ է մտահոգում է հանրապետության ավարտական դասարանների սաներին։ Ինչպես անել, որ այդ օրը լինել եւ նորավոճ, եւ շատ չվնասել ծնողների գրպանին։ Մանավանդ, որ արթուզարտի պարագաներից բացի վերջին զանգի արարողությունը վերջին տարիներին լրացուցիչ ծախսեր է ենթադրում։ Դրանք են եւ վարձարդարում եւ մատնահարդարում մեյքափ, ինչպես նաեւ տեսա եւ լուսանկարահանում։ Այս ամենը դեռ մի կողմ հարցերի հարցը շարունակում է մնալ, ինչ նվիրել դպրոցի տնօրինությանը եւ դասվարին։ Երևանի դպրոցներում այս տարի վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին, որի հետ կապված պետական մակարդակով պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է խիստ ուշադրություն դարձնել դպրոցներում դրամահավաքության կանխարգելմանը։ Այդուհանդերձ շրջանավարտների վկայությամբ վերջին զանգի նախապատրաստությունների համար գումարները բարեհաջող հավաքվում են։ Ուսուցչին դեռ չենք որոշել ինչ ենք նվիրելու, բայց հուսով ենք կնվիրենք այնպիսին բան, որ իրոք պիտանի լինի ու մեզ միշտ հիշեն դրանով։ Նշելու ենք, այո, շատ լավ։ Շատ մեծ գումար եք հավաքում։ Չէ, նորմալ, գումարի չափը չասեմ էլի։ Կան նեղվողներ, որ չեն կարող մասնակցել։ Չէ, մեր հարուստ դասարան է, դժվար նեղվողներ են էլի։ Մենք մեր մեջ որոշեցինք, որ 40,000 ենք հավաքում, լրիվ հերիքում ամեծ։ Այն մասին, որ հանրակրթական դպրոցներում դրամահավաքը խստիվ արգելվում է, գիտեն դպրոցների տնօրենները, ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները։ Թեման շրջանցում են հատկապես ծնողները, առջևում դեռ ավարտական քննություններն են։ Դե ոչ մի փող իսկապես չեն հավաքել։ Աշակերտներն էլ հաճույքով խոսում են միայն սպասվող խնջույքի նախապատրաստություններից։ Արշավի ենք որոշել գնանք։ Ինչքան գումար եք հավաքում։ Այդ արդեն տեղյակ չենք, այդ ծնողներն են արդեն որոշում։ Մեր ինֆորմացիա կարևորը քեֆն է։ Դժվար է հստակ գնահատական տալ, թե վերջին զանգի նախապատրաստություններն արդյոք կարելի է դրամահավաքություն անվանել։ Կան ավանդույթներ, որոնք ձևավորվել են տասնյակ տարիներ առաջ։ Գումար հավաքում եւ վերջին զանգի խնջույք հրավիրում էին նույնիսկ խորհրդային շրջանավարտները, առաջնորդվելով այն պարտասատուրությամբ, որ վերջին զանգը կյանքում մեկ անգամ է լինում եւ անհրաժեշտ է յուրահատուկ նշել այդ օրը։ Գեղեցիկ ավանդույթից գրեթե ոչինչ չի մնացել, ասում են համեմատաբար ավագ սերնդի ներկայացուցիչներն, ովքեր արդեն ծնող են եւ ունեցել են այսպես ասեն երջանկություն մասնակցելու իրենց զավակների վերջին զանգի արարողությանը։ Հիմա կարծում եմ այդ հետաքրքրությունը չկա երիտասարդության մեջ, ավելի շատ այդ ավտոմեքենաները, այդ արհեստական էլեմենտները ավելի շատ է եւ ավելի շատ ցուցամոլությունն է ավելի շատ։ Ես ուսանող աղջիկ ունեմ, 5-6 տարի է ավարտել է, հիմա այտենց մանրակրկտորեն չեմ հիշում, բայց ասենք ամեն ինչի համար էլ հավաքվել է, եւ հավաքույթների, եւ հանդերձանքի համար, եւ ուսուցիչների, ամեն ինչի համար հավաքվել է գումար։ Մենք միայն վերջի զանգը չէ, մենք նշանադրություն, հա, ծնունդ, կնունդ, հարսանիք, այնպիսի բաներ ենք անում, որը դա
Դրանով ոչ մեկին պետք չէ։ Այս հարցում էլ միայն մանկավարներ չեն, ծնողներն էլ կարող են այդպես ծայրահեղության մեջ չընկնել։ Վերջին զանգը պատվով ճանապարհ դնելն այսպիսով շրջանավարտների ու նրանց ծնողների բյուջեից առնվազն 100,000 դրամ է պահանջում, եւ սա լավագույն դեպքում, եթե հաշվի առնենք ավարտական ցերեկույթի սցենարի, երեկոյան հագուկապի եւ ռեստորանի համար պահանջվող ծախսերը։ Փոխվել է արժեքային համակարգը, ինչպես եւ ծաղկեփնջով սիրելի ուսուցիչներին շնորհակալություն հայտնելու ավանդույթը։ Ոսկու շուկաներում թանկարժեք նվերների փնտրտուքը սկսված է։ Ծնողական խորհուրդները շրջում եւ ընտրում են լավագույն զարդերը, թե ուսուցիչների եւ թե իրենց զավակների համար։ Շատ լավ տրամադրված գալիս են, ասենք գնումների, ուրախ լավ տրամադրությամբ, որ ինչ որ իրենց թե ուսուցչուհուն գոհացնել, թե երեխաներին։ Վերջի զանգին աղջիկների համար են գնում փոքրիկ մատանիներ։ Մի տեսակ շռայլություն կա ներկայիս մեր հասարակության մեջ, դա բերում է լուրջ խնդիրների։ Ամբողջ դասարանը նույն հասարակական շերտին չի պատկանում եւ սակայն երիտասարդ լինելով եւ ունենալով այդ ամբիցիաները ինքը պարտավորված է ոտք նետել մյուս դասարանցիների հետ։ Իսկ հակառակ պարագային, եթե ինքը չի գնում եւ չի մասնակցում, դա լինում է իր մեջ լուրջ բարդույթ։ Դրամահավաքության նախաձեռնությունները դպրոցներում կանխելու նպատակով կրթության եւ գիտության նախարարությունում գործում է թեժգից։ Նախարար Աշոտյանի խոսքով վերջին զանգի հետ կապված ստացվել է 3 ահազանգ, որից 2-ը սակայն չեն հիմնավորվել։ Դրամահավաքը կարող է կազմակերպել միայն ծնողական խորհրդի որոշմամբ կամավոր դրամահավաք եւ չպետք է ենթադրի ճոխ թանկարժեք նվերներ կարող են լինել, բայց բանականության սահմաններում չպետք է ենթադրի հսկայական տոնախմբություններ, չպետք է ենթադրի շատ մեծ ծախսեր։ Ահազանգը, որը հիմնավորվել է, այնուամենայնիվ դրա հաջորդ քայլը ո՞րն է։ Դրա հաջորդ քայլը նաեւ որ դրամահավաքը կանխվել է եւ ծնողական կոմիտեն այնուհանդերձ հավաքվել է, որոշել է անել դրամահավաք իրենց որոշմամբ ինչ որ ավելի համեստ շրջանակներում եւ չափի մեջ։ Վերջին զանգը ոստիկանության աշխատակիցների համար ծառայողական ամենապատասխանատու ու ամենալարված օրերից մեկն է։ Շրջանավարտների անվտանգությունն ապահովելու համար համակարգն այդ օրը կաշխատի ամբողջ ներուժով։ Հայկ Սարգսյանը չի զլանում մեկ անգամ եւս գոնության կոչով դիմել հայ վարորդներին, հատուկ հորդորով էլ ավարտական դասարանների երեխաներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին։ Պահպանել կարգ ու կանոն, հակառակ պարագայում կարգազանցները բերման կենթարկվեն, իսկ օրինախախտ վարորդների մեքենաները կտարվեն տուգանային հրապարակ։ Առավել ուրախություն թող վայելեն մեր երեխաները, բայց ոչ թե 10 հոգով նստեն մեկ մարդատար, իրաններից կեսը դուրս եկած վիճակում թափահարելով կամ թող ուրախանան մեր երեխաները, բայց ճիշտ ուրախանան։ Թե նախորդ տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարների քանի դեպքեր են արձանագրվել, վերջին զանգի օրերին վիճակագրությունը բավականին մեղմ է։ Միևնույն ժամանակ ոստիկանությունում համարում են, որ անգամ մեկ դեպք, անգամ մեկ վիրավոր շրջանավարտը շատ է։ Պետք է խուսափել ալկոհոլի չարաշահումից, անկառավարելի խնջույքներից, տոնը պահենք տոն։ Լուսնե Մկրտչյան, Արման Ղարիբյան, Հակոբ Թումանյան եւ Մարիաննա Հակոբյան, առաջին լրատվական։ Ենթադրել է, որ տխուր ավանդույթի համաձայն այս տարվա վերջին զանգի օրը նույնպես շրջանավարտների բազմաթիվ խմբեր ճոխ մեքենաներով կսկսեն աննպատակ թափառել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, բացականչելով իրենց դասարանի անուն, ասենք 12-ի A։ Ենթադրել է նաև, որ այդ բղավոցները կարող են վախեցնել մայրաքաղաքի սրտում Կարապի լճում լողացող կարապներին։ Ավելորդ զսպվածությունն այս առումով բոլորովին չէր խանգարի։ Իմիջիալոց, երբ արտերկրից հյուրեր էին գալիս ու երբ նրանց ասում էր, որ սա Կարապի լիճն է, որպես կանոն հարցնում են, իսկ ինչու հենց Կարապի լիճ։ Ու եթե նախկինում բավական երկար մի պատմություն պետք է ստիպված լիներ պատմել, հիմա ամեն ինչ իր տեղն է ընկել։ Կարապի լիճն է, որտեղ կարապներ են լողում։ Զբոսաշրջային սեզոնը բացվում է, արդեն իսկ մեծ թվով զբոսաշրջիկներ կան երկրում եւ մայրաքաղաքում։ Ինչ տեսքով ու նորություններով է մայրաքաղաքը դիմավորում հյուրերին, բարձել է մեր լրագրողական թիմը։ Սիրված երկի բարերն արդիական են ինչպես միշտ Երևանի սրտում ու երևանցիների սրտով են քաղաքի վերջին փոփոխությունները։ 2794-ամյա Երևանը նորովի է զարմացնելու բոլորին։ Քաղաքամայրը հիմա զարմացնում ու հիացում է թե երևանցիներին եւ թե մայրաքաղաքի հյուրերին։ Հիմա արդեն էկրաններն են բոլորին ողջունում ու Երևան այցելելու կոչանում։ Փառատոնների ու մշակութային ակտիվ կյանք ունեցող Երևանը շատ է հյուրընկալում նաև արվեստասերներին։ Երկար մտածելուց հետո մասնագետները գտել են Երևանի գաղտնիքը։ Հայ մարդն ու հայի ջերմությունն են ամենակարևորը, երևանյան կոլորիտն ու անկեղծությունը։
երբ մենք մտածում ենք Երևան քաղաքի բրենդի մասին եւ հաճախ մտորում ենք թե որը ինչը կարող է լինել Երևանի զբոսաշրջային բրենդը, մենք եկանք այս եզրակացության, որ հենց մարդիկ այն բրենդն են, որը կարող են ներկայացնել մեր մայրաքաղաքը եւ փոխանցել այն ջերմությունը, որ կա մեր մայրաքաղաքում։ Երևանցիների ամենասիրելի նորույթը հիմա նաեւ աթոռներն են։ 450-ից ավելի նստարաններն են հիմա զարդարում մայրաքաղաքի կենտրոնը, բայց շուտով դրանք կհայտնվեն նաև քաղաքի մյուս համայնքներում։ Նկարազարդված կամարանցումներն ու նոր արձաններն էլ Երևանի նոր շունչ եւ ոճ են հաղորդում։ Այս ամենում քաղաքի գլխավոր դիզայների մատն է խառը։ Նստարանները նրանք չունեն հigh-tech տեսք, այլ ունեն ավելի դասական, որը որ գիտեք դասականը ավելի շատ գնահատվում է եւ ավելի շատ մնայուն է նրա տեսքը։ Ամռան շոկը կոտրելու ու լուսային շոու վայելելու համար Հանրապետության հրապարակի երկող շատրվանները պատրաստ են նաև զարմացնելու։ Սովորաբար մայիսից շատրվաններն արդեն հանձնվում են շահագործման, բայց այս տարի Հանրապետության գլխավոր ու ամենալուսավոր շատրվաններն արդեն ապրիլի 15-ից երգում ու պարում են։ Քաղաքապետի նոր հանձնարարականով մայրաքաղաքի բոլոր չգործող շատրվանների համար հիմա գույքագրում է կատարվում, ինչից հետո դրանք կնորոգվեն ու նույնպես կհանձնվեն շահագործման։ Ծառայության մասնագետները զգուշացնում ու պահանջում են, որքան էլ շոկ լինի շատրվաններում ու ավազաններում չլողալ։ Իշքան կարողանում ենք, մենք դրա դեմ պայքարում ենք, չնայած լումադեպքեր, երբ որ ծնողը ինքը իր երեխայի հետ սրբիչը ձեռքին մեր մոտ եղել է նման դեպք, մենք անցյալ տարի նման փաստ արձանագրել ենք։ Սրբիչը ձեռքին երեխաների հետ գալիս է եւ երեխաներին ասում է դե լողացեք ջրավազանում, հետո էլ բանը չորացնում տանում ատում։ Էլ ինչ քաղաք առանց կանաչ գոտիների Երևանում դրանք քիչ են, բայց հիմա ակտիվ կերպով ստեղծվում են։ Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների փոխարեն հիմա արդեն ծաղիկներ են աճում։ 1 միլիոն ծաղկացածիլ միայն Հոլանդիայից են ներկրվել, 800,000-ն էլ աճեցվել են վարչական շրջանների տնկարաններում։ Կանաչապատման մեծ աշխատանքներ իրականացնելու համար 16 կիլոմետր լրացուցիչ ոռոգման ցանց է ստեղծվել, նորոգվել են հները, այնպես որ քաղաքի էկո հատվածը շուտով կավելանա ու հանգիստը արդեն բնության գրկում անցկացնելը կլինի ավելի հաճելի։ Երևանի գիշերներն արդեն լուսավոր են ու գունազարդ, մայրաքաղաքի շենքերի արտաքին լուսավորումը նոր շունչ է հաղորդում քաղաքին։ Մաշտոցի պողոտայի ու Աբովյան փողոցի բոլոր շենքերն արտաքին նոր լուսավորմամբ հիմա ամեն երեկո զարդարում են Երևանը։ Լուսավորության աշխատանքները շարունակվելու են։ Այդ ծրագրի շրջանակներում բացի Մաշտոցի պողոտայից եւ Աբովյան փողոցի վրա գտնվող շենքերից նաեւ լուսավորվելու են եկեղեցիները, Սուրբ Սարգիս եկեղեցին արդեն իսկ լուսավորված է, ասած եկեղեցիները հիմա լուսավորման աշխատանքների փուլում են, ինչպես նաև Էրեբունի թանգարանը։ Գիշերային Երևանում թանգարանային գիշերներն առավել հետաքրքիր են։ 2794-ամյա Երևանի բոլոր թանգարանների մուտքն ազատ էր ու բաց մինչև կեսգիշեր։ Հոգևոր սնունդն ու քաղաքի զբոսանքը, երաժշտությունն ու երևանցիների ժպիտները Երևանի լավագույն հարստությունն են։ Մենք էլ պարտավոր ենք խնամել, հետևել ու շարունակել դեր կանգնել մեր սիրելի մայրաքաղաքին։ Տիգրան Դանելյան, Ալեսիա Բեջանյան, Տիգրան Բաբայան եւ Հակոբ Սարգսյան, առաջին լրատվական։ Այսքանն էինք առանձնացրել առաջին լրատվականի կիրակնօրյա ամփոփիչ թողարկման համար։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ նույն տեղում, նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ, ցտեսություն։